կփողի իմ ճամփին լույսը փռողի իմ մեղքերը քավողին ես սիրում եմ Հիսուսին ես սիրում եմ Հիսուսին ես սիրում եմ Հիսուսին իմ փրկարարին ես սիրում եմ Հիսուսին ես սիրում եմ Հիսուսին ես սիրում եմ Հիսուսին իմ փրկարարին ես սիրում եմ Հիսուսին իմ մեղքերը մաքրողի իմ աչքերը բացողի իմ սրտում սեր լցնողին ես սիրում եմ Հիսուսին ես սիրում եմ Հիսուսին ես սիրում եմ Հիսուսին իմ փրկարարին ես սիրում եմ Հիսուսին ես սիրում եմ Հիսուսին ես սիրում եմ Հիսուսին իմ փրկարարին ես սիրում եմ Հիսուսին ինձ խավարից հանողին ինձ հավատ պարգևողին ինձ դժոխքից փրկողին ես սիրում եմ Հիսուսին ես սիրում եմ Հիսուսին ես սիրում եմ Հիսուսին իմ փրկարարին ես սիրում եմ Հիսուսին ես սիրում եմ Հիսուսին ես սիրում եմ Հիսուսին իմ փրկարարին Հալելույա Հալելույա Շնորհակալ եք Տեր Շնորհակալ եք ամենակարող Աստված Հալելույա Մեր փրկիչն ու մեր արարիչը փառք ենք տալի քեզ Տեր Ես ուրախ եմ Տեր քո տան մեջ ես ուրախ եմ քեզնով միայն ես ուրախ եմ միայն Տեր քո տան մեջ ես ուրախ եմ Տեր քո տան մեջ ես ուրախ եմ քեզնով միայն ես ուրախ եմ միայն Տեր քո տան մեջ Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Սարերն են ալվում սարերը Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Սարերն են ալվում Սարը մեղքի, սարը ցավի, սարը հոգսի և հիվանդության Քո երեսից ով Տեր, սարերն են հալվում Սարը մեղքի, սարը ցավի, սարը հոգսի և հիվանդության Քո երեսից ով Տեր, սարերն են հալվում Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Սարերն են ալվում սարերը Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Քո սուրբ ներկայության մեջ Սարերն են ալվում Սուրբ ներկայության մեջ սարերն են հալվում Հալելույա Փառավոր Տերս Հալելույա
Hallelujah, amen. Արժացան երկենք ասոն, oh, hallelujah, amen. Էժեն չկատախրուջուն, oh, hallelujah, amen. Դեր բարձրացնենք սուրբ ձեռքեր, hallelujah, hallelujah, Բարք Հիսուսին, hallelujah, hallelujah, մեր Փրկին, hallelujah, hallelujah, Բարք Հիսուսին, hallelujah, hallelujah, մեր Փրկին, oh, hallelujah, amen. Արքայությունը մոտ է, oh, hallelujah, amen. Երբեք չկենքիրոջը, oh, hallelujah, amen. Ողողանենք Աստծուն, hallelujah, hallelujah, Բարք Հիսուսին, hallelujah, hallelujah, մեր Փրկին, hallelujah, hallelujah, Բարք Հիսուսին, hallelujah, hallelujah, մեր Փրկին, oh, hallelujah, amen. Hallelujah. Փառք քեզ Տեր։ Hallelujah. Եկեք միացեք մեր երկրին, հալելույա ներբարձրացնենք Տիրոջ, եկեք սամոսներով հարավորենք մեր մարդերոջ, եկեք միասին աղոթենք, Տերն պիտի լինի մեր խմբի մեջ, դա մեզի շնորհներ ծրիան համար մարդերոջ, Արտամ Տիրոջ գործերին, Արտամ Տիրոջ հաղթության, Հարմուրը որդուն և հողուն, Հարկ, 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 Արտամ Տիրոջ գործերին, Արտամ Տիրոջ հաղթության, Հարմուրը որդուն և հողուն, Հարկ, 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 Եկեք միացեք մեր երկրին, Ալելույա ներբարձրացնենք Տիրոջ, եկեք սաղմոսներով հարավորենք մեր մարդերոջ, եկեք միասին աղոթենք, Տերն պիտի լինի մեր խմբի մեջ, դա մեզի շնորհներ ծրիան համար մարդերոջ, Արտամ Տիրոջ գործերին, Արտամ Տիրոջ հաղթության,
Շատ բարի, անցնենք այսօրվա թեմային Սավուղի կորած էշերը, այս թեման է, որ ձեզ հետ պետք է խոսեմ, միգուցե հարցացնեք Սավուղի էշերը կորցվել ինձ ինչ կապ ունի, բայց կտեսնեք, որ կապ ամենից հետ է։ Մենք էլ ունենք շատ կորցված խնդիրներ, որ դրանց հետևից ենք, մտահոգ ենք, վազվզում ենք, ջանանում ենք, աշխատում ենք այդ մեր մտահոգությունները, մեկ ձևի հայթայթենք, թե կորածներ ունենք, թե խնդիրներ ունենք, թե առօրյա խնդիրներ։ Եվ կտեսնենք, որ ինչպեսի որ Սավուղի կյանքում Աստված միջամտում է, մեր կյանքում էլ Աստծո ձեռքը երկարանում է, որ մեզի դպչի եւ մեզի այցելե։ Ուրեմն թողեք մի մասներոս խոսքից նայենք։ Առաջին թագավորատ 9-րդ գլուխ 3-4, 15-ից 17 համարներ ձեզ համար կկարդամ։ Ասում է, եւ Սավուղի հոր Կիսի էշերը կորան, եւ Կիսն իր որդի Սավուղին ասեց. երիտասարդներից մեկին հետ տար եւ վեր կաց գնա էշերը որոնիր։ Նա էլ Եփրեմ սարիցը անցավ եւ Սաղիսա երկրիցն էլ անցավ, բայց չգտավ։ Եվ Սաղիմի երկրիցն էլ անցավ, բայց չկային։ Եվ Բենյամինի երկրիցն անցավ, բայց չգտան։ Ուրեմն մեր պատմությունը ձեզ տամ, հետո մնացած մասը կնայենք։ Սավուղի հերը մեծ հարուստ մեկն էր, ուներ էշերը կորցվել էին, ուրեմն ուներ ծառաներ եւ իր տղաներ ուներ։ Սավուղին ասավ վեր կա ծառանից վերցրու գնա որոնի էշերին։ Ուրեմն տարբեր մասեր գնացին, քաղաքից քաղաք համարյա թե այն ժամանակ մեծ մասը սրանք սարերում ու դաշտերում ունին կենթանիներին, ուրեմն սարեսար տարբեր տեղեր գնացին, քանի հատ քաղաքներ, քանի հատ գյուղերից անցնելով մոտ 8-9 մայլ ճանապարհ, այդքան տեղ կարող եմ ասեմ։ Գնացին եւ Սավուղը տեսավ որ արդեն չի ճարվում, քանի օր տևավ էս խնդիրը, իր հոր էշերը չէր ճարվում։ Իր ծառային ասավ հետ եթանք արդեն պապեն մամեն մտահոգ ելեն մեզ համար։ Իր ծառան ասավ տեսեք հիմա որ այսքան ճանապարհ եկել ենք, արի եթանք այս մոտիկ քաղաքը, ընդդեմ Սամուել անունով այդ մարգարե կա, մենք իրանից հարցնենք, այնի կարող է մեզ ուղղություն տա օգնի, որտեղ այն ամեն բան տերիցը կարողանում հասկանա։ Այստեղում զարմանալի է, որ հին ժամանակվա մարգարեները ինչքան կարող են ամեն մանրամաս բաները Տերոջ կողմից տեսնեին։ Բայց ինչ որ էր Սավուղն ասում է, եթե այդանք Աստծո ծառայի մոտ, այն ժամանակ սովորել մատ նվեր պետք է տանեին։ Ասում ոչինչ չունենք տանել, մատ արգել կար։ Բայց ծառան կրկին ասում որ իմ մոտ դրամ կա, կետանք նվեր կտանք եւ մեր խնդիրը իրան կներկայացնենք։ Բայց վերջապես երբ որ այդպես Սավուղի մոտ, Սավուղն ասում այդպես Սամվելի մոտ, Սամվելը որ իրանց տեսնում է, իրանց ասում է եկեք, եթե ձեզ գործ ունեմ, Աստված քեզ համար մի ծրագիր ունի։ Այս գիշեր, այսօր ինձ հետ պետք է գաք ընթրիքի սեղանին եւ ես ձեզ գահիտնեմ եւ այդպեսով Սավուղը այդ ճամփորդյան ասում է տեղ որ տեսնում է որ Սամվելը իրան առաջարկում է արդեն պետք է Իսրայելի թագավորն լինի ասում Աստված քեզ ընտրել է Իսրայելի համար թագավոր ելնելու տեսեք էշերի կորցվելուց հետևից միջև որ թագավորության այդպես տեղ են ասում ուրեմն այս համարները տեղ 15 համարից ասում է եւ Տերը Սամվելին հայտնել էր Սավուղի գալուց մի օր առաջ ասելով թե եկուց այս ժամանակ Բենյամինի երկրից քեզ մոտ մեկ մարդ եմ ուղարկելու եւ դու նրան իշխան օծես իմ ժողովուրդ Իսրայելի վրա որ իմ ժողովրդին փրկշտացրի դերից ազատե որովհետեւ ժողովրդին նայեցա նրա համար որ նրա աղաղակն ինձ հասավ Եվ երբ որ Սամվելը Սավուղին տեսավ, Տերը նրան ասեց, ահա այն մարդը, որի մասին քեզ ասեցի, նա պիտի իշխե իմ ժողովրդի վրա։ Տեսեք ինչքան հրաշալի բան է պատահում։ Կիսի էշերը կորում են, իր տղային կարգում է այդքան էշերի հետևից, սարեսար ման են գալի, այդում են այնտեղ, որ պետք է Սամվելը լինի։ Եվ Սամվելին հանդիպում են, եւ Սամվելն ասում է ինչ ասում Աստված երեք ինձի հայտնել էր, որ մի օքի Բենյամինի ցեղից կուղարկեմ քեզ մոտ, դու նրան թագավորոցի։ Այսինքն նայեք տեսեք Աստծո ձեռքը ինչքան բնական է գործում։
բան Սավուղը իր հոր էշերը կորցվեր, էշերի հետևից է գնում, առանց որ իմանա այդ ճանապարհը հասնե մետեղ որ Աստծո ծրագիրն է։ Այսինքն Աստծո ձեռքն է գործի, որ Սավուղին ուղղե այն ուղղությամբ, որ Տերը իր հետ ծրագիր ունի։ Այսինքն շատ ժամանակ մեր կյանքի օրերում առանց որ իմանանք Աստված մի ծրագիր մեր կյանքում ունի։ Կարելի է երբ որ Սավուղի էշերը կորցվել էր, Սավուղը մտահոգ է, իր հերը մտահոգ էր։ Իրանց հոգսերն էլ կարող է գայլը կերել, տարբեր խնդիրներ, ինչ է էլի չգիտեմ։ Ես ասեմ Աստծո ձեռքն էր որ էշերը կորցվեին, որտեղ Աստված տում նպատակ ուներ։ Մեր կյանքում երբեմն խնդիրները առաջ գալի, որ առանց որ մենք իմանանք այս վիճակը առաջ նեղվում ենք, շփոթվում ենք, մտահոգ ենք։ Չենք կարող տեսնենք, որ արդյոք Աստված ձեռք ունի այդ խնդիրի ներսը թե ոչ։ Կամ կարող ենք Աստծոն աչքի առաջ ունենանք։ Եթե մենք մի հատ դժվարություն ենք, եթե նեղություն ենք, ինչու է այս վիճակն առաջ եկել։ Արդյոք Աստված կարող է մի նպատակ ունենա, արդյոք Աստված կարող է մեջտեղ գա, արդյոք Աստված կարող է վիճակը փոխի։ Եվ այդտեղում է որ մենք առիթ ենք տալի Աստծո ձեռքը մեր կյանքում մեջտեղ գա։ Շատ ժամանակ մենք մեր առօրյա խնդիրները մեզ համար կարևոր են։ Մեր ուտելիքը, մեր խմելիքը, մեր կյանքը, մեր ապական, մեզ համար լուրջ խնդիր է, իմ ընտանիքը, հարցեր ունենք մեր սրտում, որ ծանրություն անում մեզանում։ Այդ հարցերով մտահոգ ենք, բայց չենք կարող տեսնենք, որ Աստված այդ ամբողջ բաները տեսնում է, բայց մեր մտահոգությունից վեր ավելի գերազանց ծրագիր ունի մեզ համար։ Այսինքն Աստծո ձեռքը մեր կյանքում տեսնենք, Տեր, քո նպատակն ինչ է իմ կյանքում է։ Դու ինչ ես ուզում ես անեմ։ Սամարացի կինը մատկուժ ուներ վերցրավ գնաց հորի մոտ ջուր վերցնե եւ ընդդեմ հանգարցակի Հիսուսին հանդիպեց առանց որը սпасեր։ Եվ խոսք ասավ ընդդեմ որ կենթանի ջուր կա քեզ համար։ Այսինքն Սամարացի կինը իր առօրյա խնդիրներն ուներ, ծառայություն, ընտանեկան ջուր, այդ բնական կարիք է։ Բայց Տերը ուներ ավելի մեծ հրաշալի պատրաստություն իր համար։ Ուներ հավիտենական ջուր, հավիտենական կյանք, ուներ փրկություն։ Այդ որ Սամարացի կինը երբեք չէր մտածում։ Աստված ուղղակիորեն գալիս է իր ճանապարհի վրա, որպես իրան այցելե եւ իր փառքը Սամարացի կնոջ հայտնե եւ Սամարացի կնոջը առնե իր ձեռքում իրան վկա դարձնե շատերի փրկության համար։ Հիմա Տերը մեր ժամանակ մեզ ուզում է առնել իր ձեռքը իր նպատակի համար, Սավուղին ուզում է առնել իր ձեռքը իր նպատակի համար, Աստծո նպատակ Սավուղի համար ինչ էր։ Թագավորություն։ Ոչ թե իր շահերի համար, այլ միջոց էր, որ իր ժողովուրդը Իսրայել ազգը փղշտացիների ձեռից ազատվե։ Նրանցում անիրավություն էր ելնում, ճնշում էր ելնում, հազարավոր մարդիկ ջարդվում էին։ Եվ Աստված կարգում էր Սավուղին որպես մի թագավոր, որ մի ազգի փրկե, մի ժողովրդի փրկե։ Ինքը մի փոքր խնդիր ուներ, մի փոքր մտահոգություններ, քանի հատ ավանակներ ձերից տրվել էր, մտահոգությունը, դա արժեքը որքան էր։ Բայց այն որ Աստված ուներ շատ բարձր ու շատ գերազանց էր։ Եվ այդ է որ Աստված մեզ համար այդ մեծ ու գերազանց պատասխանություն ունի։ Սամարացի կինը իր առօրյա մտահոգություն ուներ, բայց Տեր իր համար ավելի մեծ ծրագիր ուներ։ Ով կին դու կարող ես ավետարանի չելնես, շատերի օշնության միջոցն ելնես, Սամարիայի փրկության միջոցն ելնես։ Դու որ անօգուտ ես, դու որ մերժված ես, դու որ շատ լավ անցյալ չես ունեցի, բայց կարող ես Աստծուն փառավորես, նվիրվելով նրան։ Ով Սավուղ, դու մատ անձավորություն ես, մատ հարուստ մարդի տղա ես, ունես մի ապակա մի կյանք շատ սահմանափակ, բայց Տերը քեզ համար ունի շատ բարձր ապակա։ Եվ այդ ձևով Աստված այդ ամեն խնդիրները ձեռքի է բռնում։ Այն կողմից ավանակներ կորցվում են, երկար մանգալուց հետո չի կարողանում ճարել եւ միջոցները ձեռքի է տալի, որ չէ թանկ, հետ է թանկ, մեր հայրը մտահոգ կելնի։ Աստծո ձեռքը ամեն այդ խնդիրներից գործի է, որպեսզի սրանք այդքան Սամվելին հանդիպեն, որ Սամվելից այդ պատկամը որ Աստված ուներ լսեն եւ Աստված Սամվելին ասեր է, որ վաղն այս ժամանակ Բենյամինից մի հատ մարդ կուղարկեմ դու նրան օծի, ինչ հրաշալի է։
Այսինքն Աստծո ձեռքն զում ասեմ մեր առօրյա կյանքում կարող ենք տեսնենք։ Շատ ժամանակ Տերը մի մաս բացում է, այդ տեսնում ենք, բայց տարբեր տեղեր Աստվածը նույնն է գործում։ Այն ժամանակ որ հոբ երանելին դժվարությունների ներսերին այդ առնշփոթություններ կար, վտանգներ էր գալիս, երկնքից կրակ էր գալի, իր ծառաներին մեջտեղից երթում, գողերն արձակվեին, իրաց ունեցվածքն կողոպտում, չէր կարողանում հոբը տեսել Աստծո ծրագիրը։ Բայց հետո կարծես երկինքը բացվում է Սուրբ գրքում եւ ասում է երկնքում սատանան գրած Աստծո ներկայության որոշ խոսակցություններ տարվեց եւ այդ խոսակցության հետևանքով որպեսի հոբի հավատարմությունը քննվե, ուրեմն այդ ամբողջ խնդիրները մեջտեղ եկավ։ Որ հոբը քննվե, որ ցույց տրվի, որ հաստատ հավատարիմ է եւ Աստծոն ավելի է գերազանցում քան թե ուրիշներին։ Հոբը դրանք չգիտեր։ Չգիտեր, որ երկնքում ինչ անցնում, որ Աստված երկնքում ասում է, որ ով սատանա, իմ ծառայի մասին ես մտածի, նա կատարյալ, արդար, բարի, իր նման մեկը չկա։ Եթե հոբ այդ խոսքերը Աստծո բերանից լսեր, ինչ է, երբեք չէր դժգոհի, երբեք չէր տրտնջա։ Երբեք չէր ասի, բա այս ինչ վիճակ է, երանի թե մեռնեմ, այս ինչ ցավ է, հերեմ ծնվե, հերեմ աշխարհ եկի, իրա ծնվելու օրն անիծեց, սկսավ վերջապես դառնությունները արտահայտել։ Եթե տեսներ Աստծո վկայություն իր մասին, եթե այդ իմանար, ինքը ուրիշ մոտեցում կունենար։ Հիմա ես ու դու էլ սիրելիս նույնն ենք։ Մենք շատ ժամանակ Աստծո ձեռքը չենք տեսնում։ Այդ հոգևոր աշխարհը մեզ համար ծածկ է։ Մենք այն ենք տեսնում, որ հողեղեն է, այն ենք տեսնում, որ մենք 5 զգայարաններով կարող ենք տեսնենք, զգանք, շոշափենք, դրանք ենք տեսնում։ Երկնքում ինչ է անցում, երկնքում քո մասին ինչ վկայություն կա, դու դա չես տեսնում։ Բայց ես քեզ ասում եմ, որ քեզ համար օրհնյալ վկայություն կա, բարի վկայություն կա, Տերը քո համար ընտիր խոսքեր է խոսում։ Եվ Տերը սիրում է իր ծառային, իր աղախինին։ Իր որդու արյունով գնել է, լավ ձեր բիոգրաֆին իմանում է։ Դու քեզ անարժան ես տեսնում, բայց քեզ Աստված արժանի է տեսնում ամեն օրհնությունների։ Եվ դրա համար Տերոջ խոսքը ասում է, Տերը իր եկեղեցուն մեզ օրհնել է երկնքի ամբողջ օրհնություններով։ Եվ այդ մեր մասնավոր մենք հավատքով այդ վերցնենք, նվիրվելով վերցնենք։ Այդ իշխանությունը, որ մեզ տրվել է, դևերի վրա, դրությունների վրա, վիճակների վրա, այդ իշխանություն, որ աղոթքի ներսը մեզ տրվել է, այդ որ աղոթեք, վստահել եք, կառնեք եւ ձեզ կտրվի։ Ես անցյալ անգամի վկայությունն էլ այդպեսի նոր մատ թարմ վկայություն, որ ինչպես Տերը աղոթքերը ցոն պատասխան է տալի։ Բայց խոսքս այդ է, որ ամբողջը Տերը պատրաստել է մեզ համար եւ ուզում է մեր հոգեվոր աչքերը լուսավորվի եւ մենք վայելենք երկնքի ճոխությունը Եվ մտահոգ չելնենք այս աշխարհի խնդիրներով ու մեր կոտ ավանակ կորցվել է ու մեր կոտ քաշքշոցներ ունենք, դրանցով մտահոգ մի կելեք։ Սամվելն ասավով սավող բաբի տեշերը ճարվել են, մտահոգ մի եղի։ Բայց քո համար մեծ ծրագիր կա, արդյոք ամբողջ Իսրայելի հույսը դու չես։ Օ, Տերը մեծ ծրագիր ուներ Սավողի համար, քեզ համար նույն ծրագիրն ունի։ Եվ ուզում է քեզի օրհնե, քեզի զորացնե, իր համար չնչին քո կյանքի կապերը բացե, իր համար չնչին քո խնդիրները լուծե։ 5000 հոգի հավաքվեին Սարի լանջումը Հիսուսի քարոզն էին լսում։ 5000 հոգի։ Տերն ասավ սրանց կերակրեք։ Տեր ոչինչ չկա, երկու ձուկ 5 հատ, ինչպես կարելի է։ Բայց Տերոջ խոսքը ասում է, որ աշակերտներին ասավ նստացրեք ժողովրդին եւ սկսավ այդ երկու ձուկն 5 հացը օրհնելու, բաժանեց տվավ ժողովրդին, կարող եք մտածեք, հացերը վերցնում էին էլի կար, վերցնում էին էլի կար, այդ ինչ բան է անցնում։ Ձուկերը ինչ վերցնում էին տեղը կար։ Ամենը կերան հասան մի կարևոր եզրակացության, որ այս անձնավորություն աստվածային է։ Հիսուսը ուզում էր նրանց հասկացնել, որ ես եմ կյանքի հացը, ես եմ հավիտենական կյանքի հացը, դրա մայրը դրաշկանում։ Որպեսզի նրանց այս ուղղությանը բերեր, որ նրանք հասկանային Հիսուսը հավիտենական կյանքի ջուր է եւ կյանքի հաց է։ Եվ նրան հավատալով մարդ կարող է առնի կյանք եւ հավիտենական կյանք, այդ կարևոր է Հիսուսի համար։ Մարդկանց խնդիրներ առօրյա օրվա հացն ուտենք, մի օր կշտացել ենք, մյուս օրը Հիսուսի հետևիցին։ Հիսուսը ասավ, տեսեք, դուք
շատ է գերս խփում ուտելու, խմելու օրվա խնդիրների համար, դրանք ասարակ են։ Դրանք ասարակ են։ Դու մի մտածեք մարմնի համար, ուտելու համար ինչ կհակրեք, ինչ կխմեք։ Դա ամբողջ անաստված ժողովուրդը մտածում է։ Ձեր երկնավոր հայրը գիտե ձեր կարիքները։ Ձեր երկնավոր հայրը գիտե ձեր կարիքները։ Բայց ասում է ինչ, ձեզ համար ավելի մեծ ծրագիր կա, մեծ նպատակ կա։ Իմ արքայություն եւ իմ արդարությունը խնդրեք, այս ամբողջն առավել եւս ձեզ կտրվի։ Այդ որ աշխարհը վազում է դրանից հետո չի ասնում, ձեզ կտրվի եւ ավելի կտրվի։ Այդ որ քո մտահոգություններ հանձնի Տերոջդ, իր ասա Տեր դու գիտես։ Տեր դու գիտես։ Տեր դու մեծ ու փառավոր ես։ Քո համար ամեն բան կարելի է։ Ես մեկամ կարոզում եմ, որ ամբողջ քրենսիները, փողի դրամի, վահետները, դոլար, յուրո, ռիալ, ամենը Տերոջն են։ Այս աշխարհը Տերոջն է։ Երկինքը իր լիությունով, գետնին իր լիությունով Տերոջն է։ Եվ Տերը այդ ամբողջը իրեն է նա եւ տալիս է նրանց, որ իրան սիրում են։ Կարող է տա։ Նա խնայող Աստված էլ չի, քսուտերել չի, առատաձեռնա, շռայլ է։ Արեգակը տալիս է մեկ կողմից մյուս կողմը աշխարհին լուսավորում է։ Երբ որ անձրևն է գալիս սար ու ձորեր թրջում է, առատություն է բաշխում։ Եվ մարդկան ճոխությունով, առատությունով տալիս է, քանի միլիարդ ուտում են իր հյուրն են ու իրան էլ ուրանում են, ինչքան գտած, ինչքան բարի, ինչքան ողորմած, ինչքան համբերող։ Հիմա այդ Տերը, քո Տերը տա քեզ սիրում է։ Չի ուզում դու հեծանոց աշխարհի անաստված ժողովրդին ման վարվես։ Ուզում հավատքով մոտենաս իրեն, փառաբանությունով նվիրված իրեն ամենալավագույն ծառայություններ անես եւ սպասես քո կյանքում հրաշալի ձեռքը մեջտեղ գա։ Եվ այդ Տերը բարի Տեր է, սուրբ Տեր է, փառավոր Տեր է։ Իրանից մեծ բաներ խնդրի եւ մեծ քայլեր իր համար վերցրու եւ հավատա, որ քո աղոթքը դսում է։ Մատ փակագից էլ ստե բացեմ ասեմ, երբ որ մենք մեկի մար աղոթում ենք, ես ասում եմ, որ մենք խնդրում ենք աղոթում ենք, կարիք չի կրկին աղոթենք։ Եվ դրա համար պատասխանում ասեմ, մի եկեք նորից աղոթելու, նպատակը չի որ չգաք աղոթելու, այո, եկեք կրկին աղոթենք, փառաբանենք, հավատքի դավանանք, հայտնենք, որ Տեր դու մեր բժիշկս ինձ բուժել ես։ Գալիս ենք, երբ որ արմիկետ միաբանվում ենք, կրկին հիշում ենք, որ Տեր դու մեզ բժշկել ես եւ հավատում ենք քո բժշկությանը, հավատում ենք քո շուտությանը։ Բայց չենք կրկին խնդրում, որ Տեր էլ ինձ բժշկի, չէ, այս անգամ գալիս ենք, մեկ անգամ խնդրել ենք, երկրորդ անգամ գալիս ենք հավատքի դավանանք ենք անում։ Քեզ փառք ենք տալի, որ դու լսել ես, քեզ փառք ենք տալի, որ բժշկել ես, քեզ փառք ենք տալի, որ դու բուժող Աստված ես։ Մեր աղոթքի ձևն է փոխվում։ Եվ այդ ձևով մենք երթալով քայլ ենք վերցնում այդ նոր աշխարհ, ոգևոր աշխարհի ենք ասնում, որ ընդդեմ տեսնում ենք, որ ամեն բան կարելի է նրանց համար, որ հավատում են Հիսուս Քրիստոսին, հալելույա։ Եվ այդ պատրաստությունն է, որ Տերը մեզ համար պատրաստել է, եւ այդ ճոխությունն է, որ Տերոջ կամքն է։ Սուրբիրքը համարյա թե լեցուն է նման խնդիրներով, որ Սավուղի համար առաջ է գալի։ Սավուղը առաջնորդվում է իր կարիքներ որոնելու համար այն նպատակին հասնա, որ Աստված իր համար ծրագիր ունի։ Հետո իրան թագավոր է սարքում եւ մեծ հրաշալի թագավոր, որ Իսրայել ազգին շատ դժվարություններից ու խնդիրներից ազատում է։ Տերոջ խոսքը նայում ենք, Պետրոսը մեկն էր զբաղված էր ձկնորսությունով։ Ժամներ երկար չի ելնում, սրանով կավարտեմ, որ անցնենք մեր աղոթության սեղանին։ Պետրոս այդ մեր ձկնորսության հետևից։ Ձուկ էր բռնում, հմուտ մեկն էր, հմուտ ձկնորս էր։ Մի բան որ չէր մտածում, հոգևոր աշխարհում կարելի է մեծ ծառայություն արածելնի։ Բայց այդ ձկնորսության գծի ներսը մի օր Հիսուսին տեսավ եւ իրան կոչտվա, որ Պետրոս, եկ, նավագտուր, քարոզենք եւ գնա ուր կան գցի ծովը։ Միջոց եղավ, որ Պետրոսը սարսափահար Տեր, դու ինչ հրաշալի Տեր ես, ես անարժան եմ, ես մեղավոր եմ, ինձանից հեռու գնա Տեր, ես արժան չեմ քեզի։ Տերը Պետրոսին ասա, Պետրոս, մի վախենա։ Սա ինձ հետո մեծ ծառայություն ունես դու։ Դու մարդկանց որսորդը պետք է լինես։
Հենց այդպես որ ուրկանդ գցում ես դուք ես բռնում, պետք է շատ շուտով ուրկանդ գցես հազարավոր մարդկանց, որ սես Աստծո արքայության համար։ Եվ հենց այդպես էլ եղավ Պենտեկոստեի օրը։ Մի հատ քարոզով 3000 հոգի ապաշխարեցին։ Ես Պետրոսը քարոզեմ ժողովրդի դիմաց կայնեմ, խոսք չունեմ ասելու։ Հեր չէ, ես խոսքս կտամ, ես քո մեջքիդ կկայնեմ, աշկերտ գլուսավորեմ, քո խոսքը գետին չընկնի եւ շատերի օշության միջոց կելնի։ Հալելույա։ Եվ Տերը այդպեսի ամեն մեկի սիրելիներ կարող է բանացրել իր փառքի համար։ Դու մի ասա ես արժանի չեմ, դու մի ասա ես տկար եմ, դու մի ասա, իմանալ եք Սաբուղի դժվարությունն է էր, որ Իսրայելի 12 ցեղերից ամենափոքրագույն ցեղն էր։ Սովորաբար երբ որ մատ ընտրություն կար, ամենամեծ ցեղերից որ Հուդան էր, մեծ ցեղերն էին։ Բենյամին ամենափոքրն էր եւ այդ վիճակում ուրեմն ասવા ես ամենափոքրն եմ, բայց իմ տոնում էլ այդքան մեծ մեկը չեմ։ Բայց Տերն ասવા չէ, այդպես մի ասա, ես քեզ ընտրել եմ, քեզ կբանացրեմ իմ փառքի համար։ Հիմա ամեն մեկս էլ այդպեսի կարող ենք Աստծո ձեռքում լավագույն անոթը լինենք իր փառքի համար։ Մեր մասը իմանալ եք ինչա, նվիրված սիրտ, հանձնված սիրտ։ Այն սիրտը որ աղոթում է, ով Տեր, ահա ես, ահա քո աղախինը, պատրաստ եմ։ Մարիամը մատ երիտասարդ կույս աղջիկ հրեշտակ հայտնվավ իրան, ով կանացներ սոշնյալ, դու զավակ կունենաս, որ շատերի օշության պատճառ կերնի, դժվար է հասկանալ, ես ամուսնացած չեմ, բայց Տերոջ աղախինն է։ Եվ Տերոջ ձեռքը իր կյանքում մեջտեղ եկավ, այսօր կանանց ներսը Մարիամը շատ արկված, սիրված, իր անունը տարածված, Հիսուսի մայր եւ աշխարհի փրկիչի մարմնացման պատճառ եղավ։ Օ, ինչքան հրաշալի։ Մենք ամեն մեկս կարող ենք լավագույն ձևով Աստծո փառքի համար գործածվել։ Մեր մասը սա է, որ նվիրվելով Տերոջ ասենք, ահա Տեր քո ծառատ, ահա Տեր քո աղախինը։ Եվ այդ ձևով Տերը իր փառքը սկսի քո կյանքում հայտնել։ Պատրաստ ես Տերոջին ասես, ահա Տեր պատրաստ է։ Թույլ տվեք գլուխներս խոնարհեցրած մեր կրոպե աղոթենք։ Եվ Տերոջ սրտանց ասենք։ Ասենք, ով Տեր ես պատրաստ եմ։ Եթե ունես մտահոգություն, եթե ունես խնդիրներ, եթե ունես կորցրած բաներ, որ քեզի մտահոգեցնում է, առօրյա խնդիրներ, որ քեզի հոգսի ակցում, այդ ամբողջը նվիրի Տերոջը, Տերը այդ խնդիրի համար լավագույնը կանի քո կյանքում է։ Բայց մի հատ բայց կա, արդյոք դու պատրաստ ես Տերոջի ծառայես։ Տերը խոստացել է, եթե իմ արքայություն եւ արդարություն առաջնահերթելնի, այս ամենը դες կտրվե։ Ուզում եմ սիրելիս, Տերոջ ձեռքը ազատ թողնես քո կյանքում, մեջտեղ գալու։ Թույլ տուր Աստծո ձեռքը քո կյանքում ազատվե։ Մի ասա ես արժանի չեմ, մի ասա ես մի բան չեմ կարող անեմ, մի ասա ես այդքան օգտաբետ անձավորություն չեմ։ Դու կարող ես ամենանտիրն ես, ամենալավագույնն ես, շատերի համար նմուշն ես, եթե այդ նվիրումը Տերոջը ցույց տաս, Տերը քեզ կբարձրացնի, Տերը քեզ կօրհնի, Տերը քո կյանքում դրաշալի գործ կանե եւ քեզ վկա կդարձնի իր փառքի համար։ Օ, փառավոր Հայր, ով օրհնյալ Տեր։ Ով օրհնյալ Տեր։ Ով ամենակալը փառավոր Տեր։ Սիրտդ բացելով Տերոջ ներկայության սիրելիս կարող ես Տերոջ կոչ տաս, որով Տեր, գիտեմ դու երկնքի թռչունների համար մտածում ես, գիտեմ դաշտի շուշանները զարդարում ես քո աստվածային շնորհքով, եւ գիտեմ որ կարող ես իմ կյանքի ամեն կնճիրները բացես։ Նվիրվում եմ քեզ Տեր, հազվում եմ քեզ Տեր։ Ահա քո ծառատ, ահա քո աղախինդ, ինձ արկո սուրբ երգեիդ ներսը, ուզում ապրեմ քո փառքի դամար։ Ես չգիտեմ, շատ հարցեր ունեմ, չեմ իմանում ինչպեսի, բայց միայն հանձնվում եմ քեզ։ Ինձի Պետրոսին ման որսորդ սարքի։ Ինձի Սամարացի կնոջ նման վկա դարձրու շատերի փրկության համար։ Ինձի Սավուղի նման այնտեղը որ պետք է ղեկավարեմ ու թագավորեմ ու ծառայեմ քեզի, այնտեղը դիր որ դրանով դու փառավորվես։ Իմ կյանքն ազդում եմ քեզ։
իմ կյանքը նվիրում եմ քեզ։ Այս ամենալավագույն աղոթքն է, որ դու կարող ես անես։ Ով Տեր, ընդունի ինձ այնպես որ կամ, ազնվում եմ քեզ, ինձ բանացում եմ